Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, իմես հետևի ֆոնից, կկռահեք, որ եկել եմ Երևան, իմ բարեկամների տուն, իմ ամուսնու բարեկամների տուն, երեք հաճելի առիթ ունեինք, կնունքի եմ մասնակցել, Փարվան ռեստորանում ենք նշել, մի խոսքով եթե կհետաքրքրի, կարող եք նայել, իմանայիդ Ալեքս Էջում, իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ ձեզ բարի գալուստի մեջ, սիրելիներս, հարազատներս, և որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, կապ չունի մեր տանն եմ, թե բարեկամներիս տանն եմ, ես միշտ սիրում եմ օգտակար լինել, մի գործ անել ու նոր թողել գնալ։ Այսօր առավոտը բարի լույսով, տան մեջ, փառք Աստծո, եթե մի տան մեջ մի 2-3 կին են, բոլորս էլ պատրաստել, սիրում ենք մի խոսքով, այսօր արդեն իսկ պատրաստում եմ կոտլետներ, որ ստացվելու են շատ համեղ ու փափուկ, եկեք միասին գնանք խոհանոց ու սկսենք պատրաստելը։ Այստեղ որպեսզի ձեր ժամանակը չխլեմ ու տարօրինակ ձայներ չգա, ես նախօրոք աղացել եմ 1 կիլոգրամ խոզի միս, 1 կիլոգրամ տավարի միս, թարմը կանաչեղեն և 3 մեծ գլուխ սոխ։ Հիմա կտեղափոխեմ ու կսկսեմ համեմել, ինչպես միշտ կհամեմենք սովորական աղ, կարմիր պղպեղ, ես ասեմ, որ աշխատում եմ ձեռքով, առանց ձեռնոցների, մի տեսակ իմ մոտ չի ստացվում ձեռնոց հագնելը, այնպես որ ներով, այստեղ էլի որպես իմ տան համար, ոնց որ թե պատրաստեմ ու մարդիկ չեն նեղում, որ ես ձեռնոց չեմ հագնում։ Ճիշտ է, կանաչիները կան, բայց ես ավելացրեցի թարմ չորացրած անուշաբույր հոտով ծիտրոն, թարմը ավելորդ էր այս դեպքում, չորացրած ծիտրոն, որից հետո շատ քիչ սև պղպեղ եմ ավելացնում, սիրելի հետևորդներ կան և այստեղ ունեմ 2 խոշոր քերած կարտոֆիլ, այսպես, որից հետո մի փոքր էլ կարտոֆիլին աղ կանեմ ու կփորձեմ կամ սրանով շաղախել, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է խոզի միսը յուղոտ էր, այնպես չի, որ չոր միս եմ աղացել, բայց կարտոֆիլն էլ հետ քերեցի, քերել եմ քերիչի մանր անցքերով, որ համ օգնի, այսպես ասած, խճողակը, երբ որ արդեն դնենք տապակվելու, չքանդվի, պնդություն տա, համ էլ կարտոֆիլի տված համու հոտն է հետաքրքիր լինում այս տարբերակում։ Հիմա մի լավ խառնում եմ և գոնե 2 ժամով դնում սառնարան, սիրելիներս, ասեմ, որ նման ձևով պատրաստած կոտլետները շատ հյութեղ ու փափուկ են լինում, եթե դուք եք պատրաստել, գրառումների բաժնում գրեք ու կիսվեք ձեր պատրաստման տարբերակով, սիրելի հետևորդներ ջան, հիմա մնացածը կադրից դուրս հունցեմ, ծածկեմ դնեմ սառնարան, որից հետո կմիանամ ձեզ։ Ասեմ, որ վերջին չդիմացա, ինչքան ուզում ցանկացա, որ
գտավորությունցեմ, միևնույնն է, ես սիրում եմ ձեռքիս տակ զգամ, հավասարաչափ խառնեմ, ուղղակի չգիտես թե ինչի, ձեռնոց չեմ հագնում։ Այն հիմա տեսնում եմ և խճողակի պնդությունը, և զգում եմ անուշ բույրը, ինչը որ ինձ հուշում է ամեն ինչը տեղը տեղին է։ Հիմա այսպես լավ կհնցեմ ու կուղարկեմ արդեն իսկ սառնարան, այսպես։ Վերջ։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ վարշը լավ հանգստացել է։ Հիմա ինչ ենք անում, ձեռքերը ջրոտելու ենք, կոտլետի տեսք տանք, փաթախենք պոքսիմատի մեջ և վերջ։